Մասնագիտական կողմնորոշում նախագծի շրջանակներում 10-րդցիների հերթական հյուրն էր դերասանուհի Lucky Dessert Art Studio-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանը։ Ծնվել է Երևանում, երբ նա ավարտում էր դպրոցը, արդեն երկիրը գտնվում էր ծանր պայմաններում՝ պատերազմ, երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ։ Պարզվում է, կյանքում նա իրեն փորձել է տարբեր բնագավառներում։ Օրինակ, ինչպես ինքն է խոստովանում, երգում, որը նույնիսկ ինձ համար բացահայտում էր։ Հիմա կհասկանաք, թե ինչու։ Փողոցում կանգնած ընկերուհուս եմ կանչում պատուհանից շատ բարձր ձայնով, նոր մայիս ամիսն է։ 16 տարեկան եմ։ Դուք էլ չէ, 16 տարեկան եմ, հա։ Բարձր կանչում եմ Զարա, հետևիցս մոտենում է Արա Գևորգյանը, ասում է ինչ լավ ձայն ունես, Արա Գևորգյանը երաժիշտ է, գիտեք, կոմպոզիտոր։ Ասում է ինչ լավ ձայն ունես, ես ուզում եմ, որ դու երգես։ Ասում եմ, բայց ես երգել տարապես չգիտեմ, բայց ասում է շատ լավ ձայնով կանչում էինք ընկերուհուդ ու օր նշանակեց, ես ինչ օր ես ինչ ժամի կգա ստուդիա, 3-րդ տարի։ Հիշեք հիմա, դուք չեք հիշում, բայց կհիշեք։ Այդ հիշում եք 3-րդ տարի։ Այդ երգը իմ համար է գրվել։ Հաստատ։ Այո։ Այդ ձմար բացահայտում էր։ Մի խոսքով թե ես երեխա 16 տարեկան գրքելուց մի քիչ խաղ գնում եմ։ Երգը գրված է, արդեն երաժշտությունը, բառերը գրված են, Կարենը Քոչարյան եթերում է, ուղիղ եթերում, եւ ինձ Արան Գևորգյանն ասում է՝ «Պիտի երգես»։ Ու իմ մոտ ստրես, սարսափելի ստրես, որ ես երբեք չեմ երգել, ես բառերը չեմ հասցնում անգիր անել ուղիղ եթերով, ինչպես երգել։ Մի խոսքով երաժշտությունը արդեն գնում է, պրեմիերան, ձեր հաղորդումը գնում է, բայց Արան որոշում է, որ ստուդիայում ձայնագրի ինձ։ Գնում ենք ստուդիա, որպեսզի ձայնագրվեմ այդ երգը, շատ վատ է լինում, շատ, ոնց որ Արան ասում է, ոնց որ աբա երգես, այնքան բարձր է ձայնը, ղժղժան ձայնով, որ վերջ ես հասկանում եմ, որ ես երգելու հեռու մարդ եմ։ Ցավոք, այդպես էլ Լիկան չերգեց այդ երգը եւ այն վստահվեց Արմինե Գրիգորյանին։ Այստեղ թեթև իմ կյանքի հուշում եղավ արվեստ։ Ես դա հիմա արդեն այս տարիքում, երբ որ նայում եմ հետ, հասկանում եմ, որ իմ մոտ կյանքի ճանապարհին եղել են հուշումներ։ Ինչ որ մեկը ինձ ասեց գնա դեպի արվեստ։ Իմը չէր երգելը։ Ամեն դեպքում ցանկություն կար ընդունվել բու, բայց ինչպես։ Արդեն օգոստոս ամիսն էր, ամենուր քննություններն ավարտվել էին։ Այդ տարիներին Երևանի Պուշկինի անվան դպրոցի 4-րդ հարկում գործում էր բաց համալսարանի հագուստի մոդելավորման ֆակուլտետը։ Համալսարանը նոր էր հիմնվել եւ հիմնել էր այն լեգենդար անձնավորություն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խորհրդային Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ Լորիս Քալաշյանը, ում անունը հետագայում կրեց համալսարանը։ Ցավոք, ամբողջ համացանցում գտնվեց Լորիս Քալաշյանի այս երկու լուսանկարը։ Իսկ ահա ֆակուլտետի դեկանը լեգենդար մի կին էր, որին կոչում էին Լենինականի երկաթե լեդի։ Խոսքս Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Դոնարա Ասքանազովնա Հարությունյանի մասին է, որի ղեկավարման տարիներին այս քաղաքը ծաղկել էր։ Ինչևէ, վերադառնանք Լիկայի կյանքի պատմությանը։ Ուրեմն գալիս ենք հետաքրքրվում ենք, որ 4 օր հետո քննությունը միայն նկարչություն է, նազորմորդ։ Լավ ասեցի, փորձեմ, չեմ նկարել երբեք։ Իսկ քննությանը մասնակցում է շատ ուժեղ նկարիչ Գեղարվեստական ինստիտուտից, իրանք էլ շատ դաժան են, շատ վատն են, որ մի հատ գույն տեսնում են ինչի, մի անգամից կտրում են։ Մի խոսքով sense բանավոր ինձ բացատրեցին ինչպես պիտի նկարել, եկա քննությանը եւ դրեցի կտավը, սկսեցի նկարել եւ այլն ու մի աղջիկ կար ծանոթ էր, որը պիտի քննությանը ներկա լիներ, անընդհատ գալիս էր ինձ ասում էր, այս հատվածը մի քիչ ջնջի նորից արա, երկար ես արել, ես մասես, կալորությունը լավ չես ստացել։ Թաքուն գնում գալիս էր ինձ ասում էր, հետո այդ մարդը մորուքով ոնց որ Վիլյամ Սարոյանը լիներ, մոտեցավ, որ ես արդեն sense դողում եմ, ասես աղջիկ ջան, երևում է որ շատ երկար ես պարապել, բայց ասես գույները մի քիչ մեղմացրու։ Այ քեզ բան երկար ես պարապել, 3 օր եմ պարապել, կիսատ պրատ։ Մի խոսքով ընդունվում եմ ինստիտուտ, բայց ամառը
մինչև ինստիտուտ ընդունվելս ես հանգստանում եմ Ծաղկաձորում, այնտեղ ծանոթանում եմ Տաթևիկ Ղափլանյանի հետ։ Եվ այս հանդիպումը ճակատագրական դարձավ Լիկայի համար։ Դերասանուհի Տաթևիկ Ղափլանյանը մեծանուն ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի դուստրն էր եւ Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի կինը։ Լսելով դերասանական հետաքրքիր կյանքի մասին, Լիկան ասաց. Ես էլ եմ ուզում դերասանուհի դառնամ, ասեց ծավացի, թեթը, ես էլ եմ ուզում դերասանուհի դառնամ, Տաթևիկը սենց նայեց, ասեց, ես քո մասին Արմեն Խանդիկյանի կասեմ, Արմեն Խանդիկյանը ուզում է Ռոմեո Ջուլիետ բեմադրի, դու Ջուլիետի նման ես, մենք Ջուլիետ չունենք։ Անցնում է 4 ամիս, ես դեռ էստեղ սովորում եմ, գալիս է հեռու ինչ-որ մի բարեկամ, բա Արմեն Խանդիկյանը ուզում է քո հետ ծանոթանալ։ Տաթևիկը իրան ասել է քո մասին, իսկ Տաթևիկը արդեն մեկնել է Ամերիկա։ Ընդմիշտ։ Մի խոսքով ձեռքիցս բռնած տանում են ինձ թատրոն, Արմեն Խանդիկյանի հետ ծանոթացնում են, այդ ժամանակ ինքը նոր տարվա ներկայացումը բեմադրում։ Այդպես շատ թեթև նայում է, ծանոթանում է, ասում է բարձացը ուղեկցեք Հրաչյայի մոտ, Հրաչյա Հարությունյանի, Սիրուշոյի պապայից էս ասեմ, որ դուք իմանաք։ Թող զրուցի Լիկայի հետ։ Ես գալիս եմ, ես էլ շատ ասում եմ ցից, բան, ինչ գործ ունեմ ես այստեղ, որ քիչ քչախոս, ամաչկոտ, շատ sense երեխա եմ, Հրաչը տալիս է ինձ պիեսը, ասում եմ դե կարդա, այս հատվածը կարդա։ Ես էլ հայերեն լավ չեմ կարդում, իմ գրքերը բոլոր որ ես կարդացել եմ, ռուսերեն լեզվով եմ կարդացել, ես կնկմալով մի կերպ, sense ինչ-որ վատ կարդացի, վախենալով, դողդղալով, ասես կստացվի։ Ինձ տալիս է Յուզած Գրուշասի Սեր ջազ եւ սատանա պիեսի գլխավոր դերասանուհու կերպարի դերը Բեատրիչ է։ Ու սկսում ենք անջել փորձերի, գնում ենք փորձերի, նայում եմ այնտեղ ինչ-որ հզոր դերասանուհիներ են, բան, տվել են ինձ պիեսը ու ես նույնիսկ չգիտեմ ինչ պիտի անեմ այս պիեսը։ Գրված է Բեատրիչի կողքը տեքստ։ Շատ վատ են, որ նայում եմ այնտեղ մի կերպար իրանը կարդաց, հասկանալով մոտավորապես հա հիմա իմ հերթն է, ոնց սկսում եմ կարդալ։ Մի խոսքով երկար աշխատանքի արդյունքում ինչի ինձ տվեցին այդ Բեատրիչի կերպարը, որ պատրաստեն Ջուլիետի։ Ես բնականաբար ինստիտուտից դուրս եմ գալիս, որովհետև զբաղված եմ անընդհատ թատրոնի փորձերով։ Այստեղից էլ սկսվում է Լիկայի թատերական կարիերան, որը մոտեցնում է ամենագլխավոր դերին՝ Ջուլիետին, Ռոմեո եւ Ջուլիետ ներկայացման մեջ։ Դեր, որի մասին երազել են շատ անվանի դերասանուհիներ։ Բայց ամեն դեպքում այն տարիներին դերասանական աշխատավարձով անհնար էր ապրել։ Այն մինիմում կազմում էր 5000 դրամ եւ հենց այդ տարիներին ծնվեց Լիկայի առաջին բիզնեսը՝ գովազդային գործակալությունը, որը տեղակայվեց հենց թատրոնի հարևանությամբ։ Այն ժամանակ դեռ չկար, ես կարողացա մտնել շուկա, կարողացա ունենամ հաճախորդներ։ Բայց երբ որ արդեն եկան հզոր մարդիկ եւ մեծ ներդրումներ արեցին, բերեցին պլոտերները, պրինտերները, այդ ժամանակ արդեն իմ բիզնեսը կորավ։ Այս բիզնեսը կորավ, բայց անդադար Լիկան չէր կարող հանգիստ նստել։ Որոշեց բացել հագուստի մոդելավորման կենտրոն, որից նախատեսվում էր, որ պիտի օգտվեն ճանաչված արվեստագետներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Բայց այստեղ մի նոր խոչընդոտ։ Պարզվեց, որ բոլորը անվճարունակ են։ Պետք էր փոխել բիզնեսը եւ գտնել այնպիսի ոլորտ, որը դեռ Հայաստանում չկար։ Դա դարձավ տատուն։ Առաջի տատուն ես վերեցի Հայաստան, հիմա այդ բիզնեսը կա, զբաղվում են իմ ընկերները, բայց այդ ժամանակ, երբ որ ես տատույով էի զբաղվում, իմ հաճախորդները գալիս էին տատու էին ուզում, ասում էին մի արեք էլի, լավ բան չի, որովհետև կարդացել էի պատմությունը, տեսել էի, որ իսկապես ինչ-որ սիմվոլներ եւ այլն կարող են մարդու վրա ազդեցություն թողնել, ինձ մոտ այդ բիզնեսը չստացվեց։ Մի օր պատահական ձեռքը մի ամսագիր է ընկնում եւ տեսնում է գեղեցիկ տորթեր։
Այստեղ ծնվում է միտք զբաղվել խմորեղենի բիզնեսով, քանի որ այն ժամանակ չկար որակյալ խմորեղեն, հաշվարկեց, որ եթե օրական 20 կտոր պատրաստի եւ վաճառի սրճարաններին, ապա կարող է վաստակել կլորիկ գումար եւ հիմնել իր բիզնեսը։ Սկսում եմ իմ բիզնեսը, աճում է, դառնում է համար մեկը Հայաստանում, գոյություն չունի նման բիզնես, բաց պատոման, հետևը թխում են, հետևը նաև պատրաստում են շքեղ տորտեր եւ այսպես ինձ մոտ կայացավ այս բիզնեսը։ Ես թողեցի թատրոնը, որովհետեւ եթե ես համ թատրոնում աշխատեի, համ բիզնես վարեի, կամ էր լինելու, կամ բիզնեսն էի կորցնելու, կամ կիսապրատ թատրոնի գործներ լինելու։ Այդպես կյանքը բռնեց Լիկա Մեսրոպյանի ձեռքը եւ տարավ։ Փորձեց դարձնել երգչուհի, չստացվեց։ Թատրոնը միակն էր, որ բերեց հաջողություն, բայց չէր բերում գումար։ Անցավ տարբեր բիզնեսներով, որպեսզի ունենա եկամուտ, սակայն ոչ մեկը չկայացավ, բացառությամբ վերջինի, որը Հայաստանում այն ժամանակ շատ հետաքրքիր ու կրեատիվ էր։ Այս թեմայի շուրջ Լիկան հարց տվեց աշակերտներին։ Հիմա եթե դուք ձեր կյանքում ապագայում ուզենաք որևիցե մի բիզնեսով զբաղվել, պիտի անպայման ձեր բիզնեսը լինի շատ տարբերվող։ Ուղղակի սենց վերցնեք ու բացեք, ենթադրենք, ով է ինչ ուզում բացի։ Ինչ բիզնես եք ուզում բացեք։ Չէ՞։ Բիզնեսով չեք ուզում զբաղվել, փոշմանեցիք։ Լավ, ենթադրենք ուզում եք խանութ, հագուստի խանութ, ինչով պիտի տարբերվի ձեր հագուստի խանութը։ Ոճով։ Անպայման։ Ոճով։ Ինչով։ Որակով մենք փող չունենք։ Մալում 1-2 հաճախորդ ես տեսնում ու ոչ մի բան։ 30 տարվա մոդելները կախված են հին։ Չէ, կրեատիվությամբ։ Այսինքն այնպիսի հագուստներ պիտի լինեն, որ ցանկացած մարդ ասի, ես միայն այս խանութից եմ օգտվում, պիտի անպայման տարբերվի։ Եվ ես արդեն 22-23 տարի այս բիզնեսում ես անընդհատ ման եմ գալիս ինչ անեմ, որովհետև շատացան, հիմա բոլորը տորտ են թխում, չգիտես ինչի, երբ որ շատացավ մրցունակությունը, ես որոշեցի ինչ-որ պիտի նոր բաներ անեմ, տորտս պիտի պտտվի, տորտս պիտի մարդ դուրս գա, տորտը պիտի, չգիտեմ ինչ լինի, անընդհատ իմ մոտ ուղեղս աշխատում, որ իմ պատրաստած տորտը պիտի տարբերվի ուրիշի տորտից։ Դրա համար իմ բիզնեսը դեռ սենց կանգնած է, շնչում է, բայց որ օրը ես որոշեմ, որ չէ, տորտը այլ, ոչ մի բանով էլ թող չտարբերվի եւ այլն, բիզնեսը կդառնա հերթական բիզնես, ոչ մեկին ոչ հետաքրքրող, ոչ էլ։ Իսկ հուսահատություն չկար այդ առաջի բիզնեսները չկայանալուց հետո։ Ոչ մի հուսահատություն, եթե կյանքում որևիցե մի հուսահատություն ես ունենում, դա նշանակում է, որ դու ոտքի շատ դժվար ես կանգնելու։ Մարդ պիտի շատ ուժեղ լինի եւ առհասարակ ոչ մի հուսահատություն չունենա։ Եթե դու կորցնում ես որևիցե մի բան, դու կորցնում ես նրա համար, որպեսզի ձեռք բերես այլ ավելի լավ բան։ Այդ հաստատ է։ Իսկ հետաքրքիր է, Լիկան բեմը չի կարոտում։ Բեմը կարոտում եմ։ Կարոտում եմ, բայց վախենում եմ բեմից։ Չեմ ուզում հետ վերադառնամ, առաջարկներ ունեմ։ Գուցե մի պահ վերադառնամ, կարեն մի շատ հզոր բան սպասվում, դեռ չեմ ուզում դրա մասին խոսեմ։ Եվ էլի անհետանամ բեմից։ Շատ պատասխանատու գործ է, շատ դժվար գործ է, շատ։ Լիկա Մեսրոպյանը նկարահանվել է նաև ֆիլմերում, օրինակ Արտյոմ Հարությունյանի «Խաղից դուրս», Հրաչ Քեշիշյանի «Երջանկության մեխանիկան», Ելենա Արշակյանի «Ամեն տարի գարնանը» ֆիլմերում։ Վիգենը առավոտը պիտի գար գնայինք պապայի գերեզմաններ։ Չգիտես ուր է։ Այդքան շատ ես ուզում կասեմ չեխը կտանի։ Ռոբ, դու ախորս լավ նայ, հա։ Դե մի հիմարություն չանի, փորձանքի գա։
Վայ, ես ինձ սիրուն ականջակալ ես հակել։ Քերին է ուղարկել Ամերիկայից։ Գնում ենք Նանեի հետևից։ Նանեին Լարիսան կվերցնի։ Հա, ես ֆուտբոլի եմ։ Գնացինք։ Էլի երեխաներ ունեք։ Հա, մի աղջիկ էլ ունենք 10 տարեկան։ Այսինքն նրան չեք տանում ձեզ հետ։ Չէ, որոշել ենք հաջորդ անգամ ամբողջ ընտանիքով գնալ։ Այս անգամ որոշել ենք տղայիս ծնունդը անցկացնել։ Այսօր ձեր աղջկա ծննդյան օրն է։ Հա, Իսկ չի նեղվում, որ չեք տանում նրան։ չէ, խոսել ենք հետը։ Մյուս անգամ միասին կգնանք, այս անգամ որոշել ենք տղայիս ծնունդը անել։ Այսօր մեր քաղաքում հրուշակագործության ոլորտը չափազանց հագեցած է։ Մոտ 5000 առաջարկ, ներառյալ արտադրամասերը եւ տանը պատրաստողները։ Սակայն իրական արժեքը միշտ առանձնանում է եւ Lucky Dessert Art Studio-ն հենց այդպիսի օրինակ է։ Lucky ուժը նրա անընդհատ կրեատիվ մտածողության մեջ է։ Յուրաքանչյուր դեսերտ այստեղ ստեղծվում է ոչ թե պարզապես պատրաստելու, այլ զարմացնելու, զգացմունք փոխանցելու եւ հիշվող փորձ ստեղծելու համար։ Այս մոտեցումն է, որ բրենդին թույլ է տալիս մշտապես առանձնանալ նույնիսկ ամենահագեցած շուկայում։ Լիկան անձամբ վերահսկում է յուրաքանչյուր գործընթաց, սկսած բաղադրիչների ընտրությունից մինչև վերջնական արդյունքը։ Յուրաքանչյուր դեսերտ ունի իր պատմությունը, իր որակը եւ իր ճշգրտությունը։ Այսօր, երբ մտնում ես Lucky, քեզ զգում ես մեկ այլ աշխարհում, քանի որ սա պարզապես խմորեղենի արտադրամաս չէ, սա արվեստանոց է, որտեղ առաջնային են որակը, թարմությունը եւ անհատական մոտեցումը։ Lucky-ն հիմնադրվել է 2004 թվականին, դառնալով Հայաստանում առաջին ստուդիան, որն աշխատում է բաց պատշգամբի ձևաչափով։ Մինչև օրս նրանք պահպանում են այդ թափանցիկությունը, թույլ տալով, որ այցելուները դառնան գործընթացի մի մասը։ Բրենդը հայտնի է իր համարձակ եւ յուրօրինակ լուծումներով՝ տորտ, համբուրգեր, դեսերտ, ձվածեղ, Սրանք պարզապես դեսերտներ չեն, այլ արվեստի գործեր, որտեղ միահյուսված են համը, ձևը եւ երևակայությունը։ Կրեատիվ մոտեցմամբ ստեղծվում են հարսանեկան եւ ծննդյան տորթեր, ինչպես նաեւ հրուշակեղենի լայն տեսականի։ Ամեն ստեղծագործության մեջ զգացվում է սեր, պրոֆեսիոնալիզմ եւ բարձր որակ, ինչի շնորհիվ բրենդը դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։ Այն արժանացել է նաև միջազգային ճանաչման, ստանալով Շվեյցարիայում ոսկե արձանիկ։ Lucky Online Ակադեմիան հրուշակագործության առաջատար եւ նորարար կրթական հարթակ է, որը ստեղծվել է բազմամյա փորձի եւ պրոֆեսիոնալ գիտելիքների հիման վրա, փոխանցելու ժամանակակից հրուշակագործության արվեստը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց։ Ուսանողները սովորում են աշխարհի տարբեր երկրներից՝ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Արգենտինայից եւ այլ երկրներից, ձևավորելով միջազգային, զարգացող եւ ներշնչող համայնք։ Դասընթացները մշակված են այնպես, որ հարմար լինեն ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն փորձառու եւ պրոֆեսիոնալ հրուշակագործների համար։ Lucky Online ծրագիրը ստեղծել է հարմար եւ արդյունավետ մեթոդաբանություն, համադրելով տեսական գիտելիքները եւ պրակտիկ փորձը, որպեսզի յուրաքանչյուր ուսանող կարողանա ոչ միայն սովորել, այլ կիրառել գիտելիքները իրական աշխատանքի մեջ։ Lucky Online-ում դուք սովորում եք ձեզ հարմար ժամին, անկախ գտնվելու վայրից, ստանալով պրոֆեսիոնալ գիտելիքներ, ժամանակակից տեխնիկաներ եւ ստեղծագործական մոտեցում հրուշակագործությանը։ Դասընթացի ողջ ընթացքում ուսանողները ունենում են խորհրդատվություն Լիկայի հետ, ստանալով ուղղորդում եւ աջակցություն յուրաքանչյուր փուլում։ Դասընթացի ավարտից հետո նրանք դառնում են Lucky համայնքի մաս, որը հնարավորություն է տալիս համագործակցել, կիրառել ձեռք բերված գիտելիքները իրական նախագծերում եւ օգտվել համախոհների աջակցությունից։ Իսկ ինչ որ ուրիշ ոլորտ կա, որ կուզեիք ձեզ Ուրիշ ոլորտ, անկեղծ ասած, ես կուզենայի ինձ բոլոր ոլորտներում տեսնել։ Եթե ես 3 օրվա մեջ փորձեցի սովորել նկարել եւ գնացի հանձնեցի նկարել,
Երբ որ գալիս էր մի պահ տորթերի վրա քանդակել հայտնի դերասաններին, ես ոչ քանդակել գիտեի, ոչ էլ, բայց ուզում էի Հրանտ Թոխածյանին քանդակեի նստածնի տորտի վրա, ուղարկեի Հրանտ Թոխածյանին, իմ մոտ դա ստացվում էր։ Եվ եթե ես չեմ զբաղվել երբեք տատույով, ես տատու կարողացել եմ անեմ, որտեղ այդ պահին պետք էր։ Եթե ես չեմ կարողացել թխել, բայց ես սիրել եմ այդ համը, հոտը, ուզեցել եմ լավ արդյունք ստանալ, ինձ մոտ դա ստացվել։ Այսինքն ցանկացած մարդ, եթե մի բան սիրում է ու իրան պետք է հասնի դրան, հաստատ կարողանա հասնել։ Հա, կուզենամ տարբեր ոլորտներում փորձել, բայց արդեն ինձ թվում է ուշ է։ Օրինակ, եթե այն ժամանակ երգել եմ վատ ձայնով, աբայի ձայնով, ապա թատրոնում տարիների ընթացքում իմ ձայնը փոխվեց, իմ ձայնը մշակվեց, բացվեց, հիմա ինձ գիտակցում եմ, որ ոչ թե ճղճղան ձայնով կարող եմ երգել, ավելի հզոր ձայնով կարող եմ երգել, բայց ես արդեն 50 տարեկան եմ, ինչ երգել, էլ ուր մտնես այդ բիզնեսի մեջ։ Եվ այդպես արդեն տարբեր բաներ, որ ասում ես լավ, չնայած ես համաձայն չեմ ինքս ինձ հետ, կոտրվել երբեք պետք չի, նույնիսկ 90 տարեկանում, եթե սկսես ինչ-որ մի բան անել, պիտի վստահ գնաս առաջ, ու վստահությունը շատ կարևոր է։ Какими трудностями вы сталкивались и сталкиваетесь по сей день? Նայեք, երեխեք, ես դժվարություններ չեմ ունեցել առհասարակ, շատ հարթ է եղել իմ կյանքի ճանապարհը։ Միակ դժվարությունը իմ կյանքում, որ մարդիկ բամբասել են։ Հա, բոլորիցս են բամբասում, այդ նորմալ է, բայց ես այն մարդն եմ եղել, որ ես սարսափելի ծանր եմ տարել բամբասելը։ Մինչև հիմա ես սարսափելի ծանր եմ տանում, թեթև նույնիսկ վատ կոմենտները Instagram-յան։ Եթե դու ինչ-որ մի բանին ծանր ես վերաբերվում, ինքը քեզ համար կյանքում խոչընդոտ է։ Մնացած առհասարակ ամեն ինչին ես վերաբերվում եմ թեթև։ Հա, ինչ ուզում եմ մտածել, թքածուն է։ Ես այդ տեսակ մարդ եմ, դրա համար իմ կյանքում խոչընդոտներ չի եղել։ Ես մարդկանց տակ փորող մարդ չեմ։ Եղել են դերասանուհիներ, որ ուզել են իմ տակը փորել, չեմ էլ իմացել, չեմ էլ նկատել։ Դուրս եմ եկել թատրոնից, հետո եմ իմացել են դերասանուհին կոդերի վրա զայավ-կայավ գրել, սենց արել, հենց արել, դե լավ է։ Այսինքն նայած ոնց ես դու վերաբերվում։ Եթե դու թեթև ես տանում, ամեն ինչը քո կյանքը թեթև է գնում։ Ծանր ես տանում, ամեն ինչ անընդհատ խոչընդոտներ են հայտնվում քո կյանքում։ Հանդիպումը վերջում ամփոփեց դպրոցի տնօրեն Նատալիա Ստեփանյանը։ Ինչու՞ ձեր ճանապարհը խոչընդոտ է եղել, ի հաշիվ նրա, որ դուք շատ պոզիտիվ մարդ եք, շատ համարձակ եք, ու այդ երկու հատկանիշները կյանքում իսկապես ձեզ էլ շատ օգնել։ Ну, դա երևի ծնեյա ստացվում, չես կարող քո մեջ, բայց որոշ չափով, որ աշխատեք ձեր վրա, դուք ինքներդ ձեզ դաստիարակեք ներքուստ, ոչ այ պետք չի հուսահատվել, պետք է լինել համարձակ, պետք չի վախենալ ոչ մի բանից, պետք է լինեք պոզիտիվ տրամադրված, այդ մելանխոլիկ տրամադրվածությունը, որ վայ ամեն ինչ վատ է եղանակով, վատ է, դասերը շատ են, անհետաքրքիր են, այդպես չի։ Դուք պետք է այնքան հնարավորություն ա ձեր առջև, որ մեր հասակակիցները չեն ունեցել, բայց մենք փորձել ենք մեզ համար մի բան գտնել այս կյանքում։ Բոլոր հնարավորությունները ձեր առջև է, եւ կարծում եմ այսօրվա մեր հյուրի վառ օրինակն է, որ եթե այդ երկու հատկանիշները ձեր մեջ փորձեք նույնիսկ բռը գտած, հա, մշակեք, ձեր մոտ էլ ամեն ինչ հարթ կստացվի, ինչպես է սրվել։ Եվ շատ կարևոր է, որ հավատաք, որ ձեր մոտ ամեն ինչ հարթ է լինելու։ Ոչ մեկը կորած մարդ չեք, ամեն մեկը անհատականություն եք, ամեն մեկը երևույթ եք ես կյանքում ծնված, եւ ամեն մեկը ունի այնպիսի ուժ, որ պիտի կարողանաք այդ ուժը օգտագործել։ Չգնաք դառնաք երկրորդական, երրորդական մարդ։ Դուք պիտի ձգտեք, դուք պիտի ձեզ հավատաք, որ դուք լինելու եք ձեր մասնագիտական ոլորտում ուժեղ եւ լավագույնը, ճանաչված, լինելու եք հայտնի։ Իմիջիայլոց իմ մոտ ինչ-որ թեթև ցանկություն ժամանակին եղել է, որ դպրոցական տարիներին, որ ես ուզում եմ լինեմ հայտնի։ Ես ուզում եմ, որ ինձ ճանաչեն։ Եվ տեսեք, որ կյանքը տարավ ինձ դրան, որովհետև իմ մեջ եղել է այդ ցանկությունը, ես դա ուզել եմ, զարգացել է դա։ Իմիջիայլոց լինել ճանաչված, թեկուզ լինել բժիշկ, թեկուզ իրավաբան ճանաչված, անպայման չի երգչուհի կամ դերասանուհի լինել, շատ կյանքի ճանապարհներ է բացում։ Եվ ձեր ձգտումը, որ ձեր գործի մեջ ինչ գործել որ բռնեք, լինեք այնտեղ ամենահետաքրքիրը, կրեատիվը, ուժեղը, կտանի դեպի դրան։ Բոլոր դռները ձեր առջև կբացվեն։
Պամպամաչ դա գիտության ոլորտ, անգամ չգիտեմ, շատ սովորական վարսավիր ճանաչված բան, որ բայց լավագույնը դու քո այն գործի մեջ, որ դու ես կատարում, միջակություն այդ մոխրագույնը չլինեք, ես տեսելի եմ այդ խորհուրդը տվել, ինչ էլ որ չեք անում, դուք լինեք դրա լավագույնը, դրա համար շատ կարևոր է, որ դուք զգաք, այ որն է այդ ոլորտը, ոչ այնտեղ գրված չէ բոլորը պետք է գիտնականներ դառնան, միշտ ընտանիքներում այդ ցանկությունը կա, որ անպայման բարձրագույն կրթություն, բայց եթե դա ձեզ դժբախտացնելու է, մի արեք դա, անպայման չի, անգամ հաշիվ նրա, որ պետք է հուսակապանը ձեզ նոհեք, ձերն է կյանք, դուք պիտի ընտրեք ձեր գտնեք ձերը, այդ մասնակցության մեջ հասնեք այդ վերջնամծունքի, ամենաբարձր հնարավոր այդ նիշին դուք պետք է հասնեք ձեր ընտրած ոլորտը, դա է կարևոր, ու եթե սիրեք գործը, հավատացեք կլինեք երջանիկ։ Իսկ հուսամ հետաքրքիր է, հուսամ բոլորը կհասնեք շատ մեծ բաների, ես հաջողություն եմ մաղթում, ներսի շատ որ լսեցի, կապրեք։ Այսքանը հանդիպումը իրոք շատ հետաքրքիր էր եւ ուսուցողական։ Կարևոր մեսեջներից էր այն, որ կյանքում չի կարելի ոչ մի բանից վախենալ։ Եթե սկսում եք որևէ գործ, ապա արեք դա վստահ եւ եղեք կրեատիվ։